Պարոն վարչապետ, ես քանի որ դուք ժամանակին հանգամանքներին ու փաստերին հաճախ հղում անելով ներկայացնում եք, թե ինչու է փոխվում ձեր կառավարության դիրքորոշումը տարբեր երևույթների հետ կապված, ես հիմա ուզում եմ հարցնել, քանի որ 2023-ի սեպտեմբերից անցել է 2-ից ավելի տարի, մոտ 2.5, հիմա դուք էլիտային, ես ոնց հասկացա, ձեր քննադատությունը մեղադրանքները ուղղված է ռազմաքաղաքական ղեկավարությանը, համարեցիք, որ փախել են։ Բնակչության նկատմամբ այժմ ձեր գնահատականով Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել, թե ոչ, եւ քանի որ պատերազմի եւ քաղաքացիական պայմանագրի հաղթանակի հետ կապված մեկնաբանությունը դուք ներկայացրել եք, թե ինչու կլինի պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիրը չշարունակի իշխանության լինել։ Ես կուզեի դուք բացատրեիք ձեր 2/3 ստանալու եւ պատերազմի կապը, որովհետեւ դուք այդպիսի մի արտահայտություն արեցիք ձեր նախընտրական քարոզարշավի օրվա ավարտին, ասացիք սահմանադրական մեծամասնություն, եթե չունենանք պատերազմ կլինի, եւ քանի որ ասում եք, որ հիմա չեք կրկնում այն, ինչ արել եք 2020-ին, այսինքն ավելի բաց եք խոսում մարդկանց հետ եւ ներկայացնում եք խնդիրները, ես կուզեի բացատրեիք այս 2/3 եւ հնարավոր պատերազմի կապն ինչու՞մն է։ Ղարաբաղի ժողովրդի հետ կապված ես կարող եմ ասել, ես երեք ազգային ժողովում էլ ասացի, որ իմ գնահատականն այն է, որ եւ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները ըստ էության Ղարաբաղի ժողովրդին պահել ենք պատանդի կարգավիճակում։ Պատանդի կարգավիճակում անհասկանալի նպատակների համար։ Եվ ես այսօր կառավարության նիստում էլի կոչ արեցի, հիմա էլ կոչ եւ խնդրանքով դիմում եմ, եկեք այդ մենք բոլորս, ընդհանրապես դա բոլորիս է վերաբերում, գաղթականի եւ պանդուխտի տրամաբանությունից դուրս գանք, որովհետեւ մենք տուն ենք հասել եւ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է։ Եվ մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ Հայաստանի Հանրապետությունը համարենք ժամանակավոր կացարան աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար, այլ սա մեր տունն է։ Ինչ վերաբերվում է, գիտեք ինչ, ես հիմա պատասխան, ես ասեմ ձեզ, ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չի։ Իմ հոգսը նա է, ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն ունենա, աշխատանք ունենա, անվտանգություն ունենա, ապահովություն ունենա, ազատություն ունենա եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես դրանով եմ զբաղվում։ Եվ ես ասում եմ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետև մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Եվ ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին, կիսվել։ Եվ գիտեք ինչ, իմիջիայլոց ձեր մոտ այս շատ պարզ թեմաներ չեն։ Եվ նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք ունենալ այս թեմաները այսպես բաց եւ հրապարակային արծարծելու համար։ Եվ ես ուզում եմ ձեզ ուղիղ ասել, ինչն է, որ ինձ այդ վճռականության վերջին կաթիլը տվել է այս թեմաներով բաց եւ հրապարակային խոսալ։ Դա վերջին մի ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների հետ իմ շփումներն է եւ քննարկումներն է, երբ որ ես տեսնում եմ, որ այս խոսույթը ուղիղ եւ օրգանական կապ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցանկությունների, նպատակների եւ իղձերի հետ։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եվ ժողովուրդը, այո, ես կարծում եմ, որ պետք է այս ռազմավարությանը տեր կանգնի, ես համոզված եմ, որ ժողովուրդը տեր կկանգնի, որովհետև ստեղ կա սեփական շահերի գիտակցման խորը պատեհություն։ Հա, 2/3 եւ տեսեք, ես խոսել եմ, ես նախկինում խոսել եմ անկախության հռչակագրի մասին եւ ուզում եմ հստակ ասել, որ այդ քննարկումները, որ մենք
ունենանք նոր սահմանադրություն, որտեղ հղում չկա անկախության հռչակագրին, դա մեզ է պետք առաջին հերթին, որովհետև դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Ես էլի ասում եմ, եթե մենք մեր սոցիալ հոգեբանական եւ մտածողության մեջ դնելու ենք այն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը, եւ մենք բան ենք անելու, գնալու ենք եւ իրագործելու ենք մեր պատկերացրած հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի եւ այլն Լեռնային Ղարաբաղի եւ այլ ռազմավարությունները, դա նշանակում է ձևակերպել խնդիր Հայաստանի Հանրապետությունը կամ ըստ էության օրակարգ ձևակերպել Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին։ Ես սրա մասին խոսել եմ դեռևս քանի տարի առաջ հանրային ռադիոյին իմ տված հարցազրույցում, ասելով, որ սա իրոք պատմական պահ է եւ մենք պետք է այս ամեն ինչը հասկանանք։ Չէ, գիտեք, սահմանադրությունը փոխվելու մասին չի։ Խոսքը երկրորդը սահմանադրության մասին է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք այդ երկու երևույթները իրարից տարբերենք։ Ես ասում եմ, եթե այս ընդդիմություն եկավ իշխանության, ինչը ես իհարկե պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչու է լինելու պատերազմ, որովհետև բոլոր այդ հիմնական ուժերը իրանք հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ։ Այսինքն իրանք խաղաղության տակից հողը քաշում են, այս նշանակում խաղաղությունը քանդվելու է։ Երբ որ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ։ Շատ պարզ տրամաբանություն է։ Երբ որ ինչքան մեծ մեծամասնություն ունենանք, այդ թվում սահմանադրությունը փոխելու համար նորից կանենք հանրաքվե։ Մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք։ Մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ, ինչի շուրջ մենք ազնիվ եւ արդար կերպով մեր ժողովրդի հետ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա, որովհետև մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Մենք կայսերական ներկայացուցիչներ չենք, որ գանք մեր ժողովրդի հետ խոսանք, ժողովուրդը չհասկանա մենք ինչ ենք ասում։ Մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Իմիջիայլոց դուք նկատած կլինեք, որ տարբեր այդ թվում մարզային այցերի ընթացքում, երբ որ մեր շատ հարգելի քաղաքացիներ ասում են ժողովուրդը սենց, ասում եմ կներեք, դուք ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Դուք կարող եք խոսել ձեր ընտանիքի անդամների անունից։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեմ ես։ Եվ էլի ինստիտուցիոնալ որոշ կառույցներ, ովքեր դրա իրավունքը ունեն։ Բացի ժողովրդի լեգիտիմություն ունեցողներից, որ մեկը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի։ Կան սահմանված կառույցներ եւ պաշտոնյաներ, ովքեր ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեն, եւ այդպիսի թիվ 1 պաշտոնյան Հայաստանի Հանրապետությունում այդ ընտրակարգում ընտրված Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Շնորհակալություն, Շահում Հեռուստաընկերություն։ Վարչապետ, Իրանի շուրջ